բարիե Եկեք մենք ցնցան Եվ ուրախ լինենք որ Տերը բարի է Մի 60 հոգի կրնենք գոնե Ամեն Ուրեմն ուզում եմ ներկայացնել որ թե Արշակը, թե Վարամ ախպերը, թե ես մենք Գրիգոր ախպոր ընկերներն ենք դեռ 25 տարի առաջվանից Այս կարևոր ժողովի առիթով, որը Աստծո տուն Մայր եկեղեցու նախաձեռնությամբ է եղել Երևանին եւ Աստծո տուն Լոս Անջելեսը պետք է հիմնվի այսօր Այս կարևոր հովիվ Գրիգորը խնդրեց որ ես եւ Պալեն հետ միասին ստեղ լինենք Ես նաև կուզենայի ողջունենք Անահիտին, որը որ երևի մի ժամվա ճանապարհ է, մի քիչ ավելի եկող, եկեք իրան էլ ողջունենք։ Ում անունը չտվեցի, բոլորին եկեք ողջունենք։ Հիմա ողջունենք Լոս Անջելեսին Settings մեջ computer-ս անտեղա։ Շատ տեղին չես։ Ուրեմն լավ, ես փորձեմ մի ուրիշ բան էլ ասել, ընդդեմ ուրեմն ներում են իրանք, հա, գոնե, փոքրիկի մեջ երևում են։ Ժողովուրդ ջան, ես նաև մի բան եմ ուզում ասել, ուզում եմ ողջունեմ բոլոր նրանց, եթե այստեղ քանի որ ես չեմ ճանաչում ձեզ, բայց եթե կան ստեղ եղբայրներ կամ քույրեր, որ արդեն իսկ եկեղեցու անդամներ են, Այսինքն որևէ եկեղեցում իրանք պարբերաբար մասնակցում են եւ անդամակցում են, չգիտեմ կա այդպիսի մեկը մեր մեջ, որ ինչ որ եկեղեցու անդամ է արդեն, այլ եւ այսօր հյուրաբար այցելելա, որպեսզի այս օրհնության ժողովին մեր հետ բաժին ունենա, մաս ունենա, միասին լինենք։ Կա տենց մեկը մեր մեջ, որ որևէ եկեղեցու անդամ է։ Շատ բարի։ Եկեք ողջունենք այդ մարդկանց, սիրելի Եթե դուք նկատել եք եւ Աստծո տուն եկեղեցու ժողովներին հետևում եք, Հովիվ Գրիգորը միշտ է խրախուսում է, որպեսզի ովքեր որ տեղական եկեղեցիների անդամներ են, օրհնված ծառայություններ ունենան իրանց եկեղեցիներում։ Այս տեսակի ժողովը երբեք միտում չունի որևէ այլ եկեղեցու անդամի ասել եկեք այստեղ անպայման։ Բոլորովին դրա համար մենք սիրով ողջունեցինք մեր հյուրերին էլ, երկու հոգի ես հասկացա որ կա Աստծո տուն եկեղեցիները։ Եվ հիմա ես կուզենայի արդեն որ մեր Հովիվ Գրիգորը եւ թիմակիցները իրանք էլ ոտի կանգնած են, բայց մի քիչ փոքր է իրանց տեսնում, ներեցեք սրա համար մենք միջև Արշակ եղբայրս կարողանա, բայց մենք լսում ենք ձենը բարձրա, որ ձենը խնդրեմ բարձրացրու, մենք լսում ենք ձեզ, բայց այս պահին կտրվել է մեծ էկրանի կապը, բայց որ խնդրեմ մի հատ խոսակ ու փորձենք մենք ես կուզենամ Հովիվը ողջունի եւ մենք սկսենք արդեն մեր փառաբանության երգերով պաշտամունքը։ Շատ լավ։ Շնորհակալ ենք Սամվել ջան, Տերը օրհնի ձեզ, ինչպես ամեն թիմերին ողջունեցիր, ես էլ ողջունում եմ բոլոր թիմերին։ Տերը օրհնի, որ ամենք թե հեռու, թե մոտիկ եկածները ձեր ժամն եք դրել, մի խոսքով եւ հասել եք այդտեղ, օրհնված լինեք։ Գիտեք, ընդհանրապես կյանքում մարդ ինչի վրա շատ ներդրվում է, դա է իր համար թանկը։ Ոչ թե այն, որ ինքը ասում է, Տեր Հիսուսն էլ է դա ասում, ոչ թե այն, որ մենք շատ ասում ենք, այլ այն, ինչի վրա շատ ժամ դնում ենք։ Եթե շատ ժամ չդնենք, Պողոս առաքյալը ինքը իր կյանքով տենց էր ապրում եւ շատ ժամ էր ներդնում, որպիսի ձևավորվեր Քրիստոսի եկեղեցին։ Եվ մենք այսօր, երբ որ ընթերցում ենք խոսքը, տեսնում ենք, որ անկեղծ է ինքը։ Մենք չենք տեսնում, որ որևէ մի կեղծ բան խոսի, որովհետև ինքը հենց տենց ապրում էր, եւ ես ուզում եմ ձեզ ասեմ այս ժամին, որ իմ հետ են մի քանի առաջնորդներ, մեզ համար դուք ուրախություն եք, ամեն, եւ ուրախություն եք, որովհետև Տերը մեզ ասեց, ես շատ զավակներ ունեմ, եւ Տերն ասեց, որ հոգ տարեք, եւ մենք չգիտենք ինչպես կարող ենք Երևանից դուրս հոգ տանել, բայց Աստված տարիներ առաջ, արդեն 2 տարի առաջ ասեց, որ կառուցեք հեռուստատեսային ֆորմատ, ոչինչ որ իշխանությունները հեռուստատեսության ալիք չեն տալիս, դուք կառուցեք համակարգչային ցանց։ Եվ ես երբ որ եկա առաջին անգամ այդպիսի բաներ շատ ա եղել, երբ որ Սուրբ Հոգին ինձ բան ասել եւ այդ ժամանակաշրջանում դեռևս
արդի չի եղել դա։ Եվ ես եկա եւ ասեցի, որ առաջնորդներ, Տերը ինձ այս բանն ասում է եւ եկեք մենք սկսենք այդ բանը, բայց առաջնորդների մեջ մարդ չկար, որ գիտելիք ունենար, որ կարող ենք սկսել եւ ովքեր որ մի փոքր գոնե շփում ունեին այս ծառայության հետ, համակարգչային ծառայության հետ, մենք միասին սկսեցինք սա։ Երբ որ սկսեցինք, չենք էլ պատկերացնում, որ կան մարդիկ, ովքեր կարիք ունեն։ Գիտեք ինչի, որովհետև ես պատկերացնում էի, միթե աշխարհում չկա Աստծո խոսք խոսող։ Մենք հայերս նախկինում Ամերիկայից ենք օգտվել, շատ քարոզիչներ եկել են եւ օրհնել են մեզ, եւ ես սենց եմ մտածել, որ աշխարհում մեկ գիգանտներ կան, մեծ գործիչներ կան, եւ կարիք չկա, ինչի համար է Տերը դա ասում։ Գիտես, այս դասը ուզում եմ իմ կյանքից այս դասը ձեզ փոխանցեմ, որ երբեմն անհասկանալի է մարդու համար, ախր ինչի է պետք դա, բայց հնազանդությունը, Աստծուն հնազանդությունը, երբ որ դու չես էլ կարողանում տրամաբանորեն հասկանալ, ինչի է պետք դա հնազանդությունը, ինքը Աստծո առջև հավատարմություն է դիտվում եւ Աստված կարողանում անել հրաշքներ։ Ձեզանից ամեն մեկը մեզ համար թանկ են եւ Տերը գիտի, որ սա այս խոսքերի մեջ, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, այնպես էլ մեր ասած խոսքերի մեջ կեղծիք չկա, այլ միայն սրտի ամբողջ թրթիվ, սրտի ամբողջ ապրում եւ մենք պատրաստ ենք ամեն անգամ այս ժամին, եթե ձեզ այս ժամը հարմար է, ամեն անգամ ոչ թե տրտունջով, այլ ուրախությունով ձեզ ծառայենք։ Սրտանց օրհնում ենք ձեզ։ Մենք այսօր ովքեր որ դիտել են Երևանի արդեն ծառայությունը, Աստծո հոգին մեր սրտին ներսում դրել էր եւ մենք ուրեմն եւ երեք եւ այսօր մասամբ այդ մասին խոսեցինք, որ Տեր Հիսուսը Մատթեոսի 16-18-ում ասում է. Ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները իր ամբողջ իշխանությամբ կպարտվեն։ Ամեն, որովհետեւ Քրիստոսի եկեղեցին հաղթող է։ Սիրելիներ, եւ մենք նշեցինք, որ մեկ անհատը, որ Տիրոջը ճանաչում է, դեռ եկեղեցի չի։ Եվ մեկ անհատը մարմնի անդամ է, բայց գիտեք, մարմնի ոչ կոնկրետ անդամ, բայց եկեղեցին Տերն է ասել, եկեղեցին գիտեք, եթե որոշները չգիտեք, դա նշանակում է ոչ թե աղոթատուն, այլ մարդկանց հավատացող մարդկանց բազմություն, որոնք Քրիստոսի անունով հավաքվել են։ Հիմա եկեղեցին հաղթում է, որովհետև թշնամին դատապարտված է պարտության։ Եվ դուք արդեն Աստծո տուն եկեղեցու միավոր եք, դուք երբ որ հավաքվեք, ես աղոթում եմ Տիրոջը, որ Տիրոջ Սուրբ Հոգին ներկա լինի ձեր մեջ, որ ձեր խնդրվածքները լսի, ձեզ պատասխանի, ձեր մեջ դնի իր Քրիստոսի սիրտը, որ ոնց որ Տերը սրտացավ եղավ իմ, ձեր, ամենքից նկատմամբ, մենք էլ սրտացավ լինենք շատ-շատերի նկատմամբ եւ ներենք, որ ներվենք, հասնենք, որ մեզ հասնեն եւ այլն, այս սկզբունքը հաղթելու է աշխարհ։